Քանի որ դիմադրությունները նոր են նշանակվել, դեռևս նարատիվները այդքան ակտիվ չեն Ստեփանավան համայնքում, բայց արդեն նշմարվում են։ Հիմնական նարատիվները, որ տարածվում են, պատտվում են անձերի շուրջ, ընդ որում այդ անձին կարող են լինել թե ընդդիմության կողմից, թե իշխանության կողմից, ներկայացուցիչներ տարբեր ճամբարներ գնալու, վերադառնալու, այսպես շատ է քննարկվում այդ հարցերը, նաև այն նարատիվները, որոնք մենք ականատես ենք եղել համապետական ընտրությունների ժամանակ, իրենք նաև տեղական բնույթ ձեռք բերելով կարող են արդեն գործել, նշմարվում է։ Օրինակ համապետական ընտրությունների ժամանակ մենք տեսանք Աշոտապետ Թաղամասի նարատիվը, որը շատ գործող էր, այնտեղ ասում են, այ տեսեք, եթե մենք չլինենք, այս Թաղամասը չէր կառուցվի, դա մեր ձեռքբերումն է, այսպես, իսկ ընդդիմությունն էլ պնդում էր, որ այ որ մենք գանք, ավելի լավը կանենք, ավելի արագ կանենք, այսպես, ու կարծում եմ համապետական ընտրությունների ժամանակ այդ հնչած այդ նարատիվը եւս տեղականի ժամանակ պիտի աշխատի, եւ այդ Թաղամասում բավականին մարդիկ են ապրում, ու իրենց ձայները կարեւոր են։ Նաև ընդհանուր կարող եմ ասել նարատիվներից, որ Ստեփանավան համայնքի բարակայում այս պահին կա, ճիշտ է ընտրությունների հետ այդքան կապված չէ, բայց կարող է ընտրությունների ֆոնին սրվել, դա հանքի հետ կապված նարատիվն է, վերջերս տեղյակ եք, որ Ստեփանավանում ցանկանում են նոր չէ, հանքը եղել է արդեն, բայց ցանկանում են վերագործարկել ու հանքի հետ կապված իրենք ուզում են, այսպես նարատիվ է տարածվում, որ հանքը պիտի ապահովի 400 պլյուս աշխատատեղ, որը ասեմ ձեզ եւս նարատիվ է, քանի որ հանրային լսումների ժամանակ երբ բնակիչները հարցնում էին, այ դուք քանի աշխատատեղ եք պատրաստվում ապահովել, հնչեց այսպիսի պատասխան, որ ընդամենը դեռևս 10 աշխատատեղ, ընդ որում այդ 10 աշխատատեղն էլ կամ երկրաֆիզիկ, երկրաքիմիկ, այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ են, որը ես վստահեցնում եմ ձեզ Ստեփանավան համայնքում կամ չկան, կամ շատ քիչ են, որը եւս այդ նարատիվը, այսինքն իսկապես նարատիվ է, այդ 400 աշխատատեղը չի կարող լինել այս փուլում գոնե։ Այսպիսի նարատիվներ եղան Ստեփանավանում, չգիտեմ իրենք որքանով էին նարատիվներ եւ որքանով էին ճիշտ, որ աշխատանքից տարբեր ազատումներ են եղել, մարդկանց գործից հեռացրել են իրենց քաղաքական դիրքորոշման հետ կապված, բայց դա այդպես խոսակցությունների մակարդակով է դեռևս ու այդպես վստահաբար չեմ կարողանա պնդել, բայց կարծում եմ դիմադրություններին ընթരാճ այդ ամեն ինչ եւս ծրվելու է ու շատ կարեւոր է հետեւել այդ իրադարձություններին, որպեսզի հասկանանք էլ ինչ է տեղի ունենում։ Շատ ազդում են, շատ գործող են նարատիվները եւ հատկապես այն նարատիվները, որոնք տեղական մակարդակ են, որ տեղական բնույթ են կրում, անմիջապես ազդում են տեղի բնակչության վրա, էլի։ Հենց այս հանքի նարատիվն է, տեսեք, մարդիկ ինչու են ոգևորվում, այսպես ասեմ, որ մտածում են 400 աշխատատեղ պիտի լինի ու պիտի աշխատեն տարածաշրջանի մարդիկ, գյուղերի հարակից գյուղերի մարդիկ, բայց երբ որ հասկացան, որ աշխատատեղեր չեն լինելու կամ շատ քիչ են լինելու ու հասկացան, որ այդ աշխատատեղերը ինչ գնով է լինելու, մարդիկ դեմ են արդեն, իրենց հետ պիտի աշխատվի ու իրենք պիտի հասկանան, էլի, ինչ են իրենց առաջարկում, ցանկացած նարատիվին պիտի լինի հականարատիվը, այդ նույն Աշոտաբերդի նարատիվը, ինքը ինչի է աշխատում Աշոտաբերդն, որտեղ այնտեղ խոցելի խմբեր են, մարդիկ տարիներով ապրել են այդ փայտե տնակներում, շատ վատ պայմաններում ու իրենց մեկը, որ ասում է մենք ձեզ ապահովում ենք բնակարանով, դա իրենց համար են, որ դրանից են կողմ աշխարհ չկա, էլի այդ մարդիկ չեն պատկերացնում, որ դա պետական ծրագիր է, դա ամեն դեպքում աշխատում է, անկախ նրանից, թե ով է այս պահին իշխանության կամ ով է գալու իշխանության։ Այն նարատիվները, որոնք համապետական բնույթ էին կրում, նույն այդ 300,000 ադրբեջանցիների գալը, նույն թոշակների ապահովագրության նարատիվները, դրանք աշխատեցին ու լավ աշխատեցին համապետական ընտրությունների ժամանակ, բայց իրենք տեղերում կիրառելի չեն լինի, որտեղ արդեն դա այսպես մասշտաբային բնույթ է կրում, բայց կային նաև տեղական նարատիվներ, մարդկանց անձերի շուրջ ձևավորված էին հիմնականում այդ նարատիվները, որ այ այս մարդն է, տեսեք, որ ինքը պաշտոնի է կամ չգիտեմ, այ այս մարդը որ գա այս կանի ձեզ համար, այն կանի, այդ դրանք աշխատում են ու մարդիկ վստահում էին, հավատում են ու իրենց ձայնը ըստ դրա էին տալիս
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ավելի կարևորվում են անձերը։ Եթե ընդհանուր պետության դեպքում ինչ որ կուսակցությունը իր արած գործը նայում են ընդհանուր գլոբալ, իսկ տեղականի ժամանակ հիմնականում նայում են անձանց, ով է իշխանության եկողը, ինչպիսի մարդ է, ինչ բարեկամություն ունի, ինչ շրջապատ ունի տեղում, ու քանի որ մեր համայնքները խոշորանում են, միանում են իրար Ստեփանավան, Գյուլաքարակ եւ Լոռիբերդ համայնքները մի ընդհանուր Ստեփանավան համայնքի մեջ, շատ կարևոր է, որ այդ մարդը լինի բոլոր համայնքներում հարգված մարդ, ու դրա հիման վրա են շրջանառվում տարբեր անուններ, ով կարող է թե ընդդիմության կողմից, թե իշխանության կողմից ձայներ հավաքել, ով է այն հեղինակավոր մարդը, որ երեք այդ տարբեր համայնքներում ունի այդ ազդեցությունը, ունի այդ հեղինակությունը։ Չգիտեմ որքանով է ինքնարարածիվ, ասում են աշխատատեղերը կրճատվում են, առանց էլ չկա աշխատատեղեր, այդ գյուղերում փակվում են աշխատատեղերը, այդ մի քանի մարդ, որ աշխատում է համայնքապետարանում, բան, այդ է հիմնականում մտահոգում մարդկանց, մեկի դպրոցների փակվել էլի, որ կապում են խոշորացման հետ, ու ասում են առանց էլ գյուղը դատարկվում է, մի հատ էլ դպրոցները որ փակվի, ընդհանրապես գյուղը կամայանա։